Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել, որպեսզի չկորցնեք ամենակարևորի մասին առաջինը տեղեկացված լինելու հնարավորությունը։ Հնդկաձավարը շատ օգտակար է, սակայն այն ևս ունի հակացուցումներ և կան հիվանդություններ, որոնց դեպքում չի կարելի հնդկաձավար կամ գրեչկա ուտել։ Ինչ մթերքների հետ չի թույլատրվում ուտել հնդկաձավարը։ Մասնագետի խոսքով հնդկաձավարը խտացնում է արյունը, թրոմբոզից, երակների վարիկոզ լայնացումից, անգինա պեկտորիսից, սրտի կաթվածից և այլ հիվանդություններից խուսափելու համար այն չպետք է օգտագործվի նմանատիպ ազդեցություն ունեցող մթերքների հետ։ Հեռացրեք շաքարը։ Դրա պատճառով արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրանում է և աճում է լիպիդային միացությունների արտադրությունը, դա մեծացնում է արյան մածուծիկությունը, մեծացնում է թրոմբոզի վտանգը։ Բժիշկը խիտ արյուն ունեցողներին խորհուրդ չի տալիս հնդկաձավարը համադրել յուղոտ և ապխտած մսի, պահածոների և ալկոհոլի հետ։ Հնդկաձավարը ողջ աշխարհում սննդամթերքի ամենաօգտակար տեսակներից մեկն է համարվում։ Պարզվում է հնդկաձավարը վիտամինների ու օգտակար միներալների հարուստ պաշար է առաջարկում։ Նախևառաջ հարկ է նշել, որ այն արյունատար անոթներն ամրապնդելու և նրանց ճկունությունը պահպանելու հատկությամբ աչքի ընկնող P վիտամինի բաղադրություն ունի։ Հնդկաձավարի մեջ կարելի է նաև PP խմբի վիտամիններ, ինչպես նաև ստամոքսաղիքային համակարգի, հիմնաթթվային հավասարակշռության կարգավորման և հոդերում աղային կուտակումների կանխարգելման տեսանկյունից նշանակալի դերակատարում ունեցող լիմոնաթթու, թրթնջկաթթու, խնձորաթթու և մալեինաթթու գտնել։ Հնդկաձավարը նաև երկաթի բաղադրությամբ է հարուստ, ուստի անեմիայով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում սննդամթերքի խնդրո առարկա տեսակն անպայման սննդակարգի մեջ ներառել։ Բաղադրիչներից մեկն էլ ֆոլաթթուն իմունային համակարգի և արյունաստեղծ համակարգի համար է խիստ կարևոր։ Այն նաև հղի կանանց է ցուցված, հատկապես հղիության առաջին ամիսների ընթացքում։ Հարկ է նաև հնդկաձավարի բաղադրությունը կազմող լիպոտրոպային նյութերի մասին հիշատակել, որոնք լյարդը հյուսվածքային փոփոխություններից և ցիրոզի առաջացումից պաշտպանելու, ինչպես նաև ենթաստամոքսային գեղձի աշխատանքը բարելավելու և արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելու ներուժ ունեն։ Վերջին հանգամանքը հատկապես շաքարախտով տառապող մարդկանց համար է կարևոր։ Հնդկաձավարը նաև հորմոնների սինթեզի համար անհրաժեշտ սպիտակուցների կառուցմանը նպաստող և տղամարդկանց ու կանանց մոտ լիբիդոյի աճ խթանող լիզինի պաշարներով է հարուստ։ Նիհարելու ցանկություն ունեցող մարդիկ հաճախ են տարատեսակ հնդկաձավարային դիետաների վրա նստում։ Պարզվում է, բավականին բարձր կալորիականություն ունենալով հանդերձ, հնդկաձավարն իսկապես կարող է խոլեստերինի մակարդակի նվազեցման և նյութափոխանակության արագացման հանգեցնող պոլիչհագեցած ճարպերի հաշվին հավելյալ քաշից ազատվելու միջոց ծառայել։ Միայն թե հիշեք, այն կաթի հետ միասին օգտագործել չի կարելի, քանի որ երկու սննդատեսակների մարսողության համար տարբեր ֆերմենտներ են պահանջվում, որոնց համադրությունը չի կարող օգտակար գտնվել։ Հնդկաձավարը կարելի է բուսական յուղի կամ բանջարեղենի հետ համադրել։ Առանձնակի օգտակարություն վերջին համադրությունն ունի, չէ՞ որ և հնդկաձավարը, և բանջարեղենը կոպիտ բջջանյութ են պարունակում, որոնք միաժամանակյա ազդեցությամբ աղիների աշխատանքը բարելավելու հատկություն ունեն։ Իսկ որո՞նք են հնդկաձավարի հակացուցումները և արդյոք հնդկաձավարը կարո՞ղ է վնաս հասցնել մարդու օրգանիզմին։ Հնդկաձավարը չի կարող լուրջ վնաս հասցնել մարդու օրգանիզմին, եթե իհարկե խոսքը չարաշահման մասին չէ։ Չափից շատ հնդկաձավար, ինչպես և սննդամթերքի ցանկացած այլ տեսակ ընդունելու պարագայում ստամոքսի սպազմներ և փքվածություն կարող են ի հայտ գալ։ Այդուհանդերձ, քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող դիաբետիկներին խորհուրդ է տրվում մի փոքր ավելի զգուշամտություն դրսևորել հնդկաձավարի նկատմամբ, մնացած բոլոր դեպքերում այն հակացուցված չէ
Հարկ է նշել, որ որոշ մարդկանց մոտ հնդկաձավարի նկատմամբ ինքնատիպ ալերգիա կարող է ի հայտ գալ։ Նման դեպքերում բնականաբար սննդամթերքի տվյալ տեսակն օգտագործել չի կարելի։ Այսպիսով կարելի է ասել, որ հնդկաձավարի պարբերաբար գործածությունը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի այնպիսի գործընթացների վրա, ինչպիսիք են արյան մեջ շաքարի մակարդակը, արյան ճնշումը, լիպիդների փոխանակությունը, մարսողությունը, իմունային համակարգը, ոսկրային հյուսվածքների վիճակը։ Բացի այդ, այն նաև նվազեցնում է քաղցկեղի, հատկապես հաստաղիքի քաղցկեղի և կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը։ Սակայն հարկ է նշել, որ այն մարդիկ, որոնց մոտ բրնձից կամ լատեքսից ալերգիկ ռեակցիաներ են լինում, նույն կերպ կարող են արձագանքել նաև հնդկաձավարին։ Կարող է առաջանալ ցան, այտուցներ, աղեստամոքսային խանգարումներ և ծանր ալերգիկ շոկ։ Հնդկաձավարի կանոնավոր օգտագործումը ամրացնում է իմունային համակարգը։ Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, անոթներն ավելի առաձգական է դարձնում, լավացնում է արյան շրջանառությունը և արյան որակը, նվազեցնում է աթերոսկլերոզի առաջացման վտանգը, օգնում պայքարել երակների վարիկոզլայնացման և սրտանոթային հիվանդությունների դեմ, կարգավորում է արյան ճնշումը, խորհուրդ է տրվում շաքարային դիաբետ ունեցող մարդկանց, լավացնում է մարսողական համակարգի աշխատանքը, արագացնում է նյութափոխանակությունը, օրգանիզմը մաքրում խարաներից և թույներից, կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը։ Շատ օգտակար է երեխաների համար։ Օգնում է երեխայի ֆիզիկական և մտավոր զարգացմանը, նպաստում է արթրիտի և ռևմատիզմի դեպքում այտուցների և ցավի նվազեցմանը։ Խորհուրդ է տրվում ավելորդ քաշ ունեցող մարդկանց, լավացնում է ոսկրային հյուսվածքի, ատամների, եղունգների ու մազերի վիճակը։ Մաշկն ավելի առաձգական է դարձնում, լավացնում դեմքի մաշկի գույնը, տղամարդկանց դեպքում բարձրացնում է սեռական ակտիվությունը։ Եվ հիշեք, որ մեր տեսանյութերը կրում են բացառապես տեղեկատվական բնույթ և որևէ բժշկական ցուցում չեն պարունակում։ Եթե ունեք որևէ առողջական խնդիր, ապա անհապաղ դիմեք բժշկի կամ մասնագետի օգնությանը, քանի որ ինքնաբուժությունը կարող է վնասել ձեր իսկ առողջությանը։ Առողջ եղեք և թող ձեր օրը բարի լինի։